6100 տոննա բենզին, 1500 տոննա դիզել է ուղարկել Ադրբեջանը Հայաստան ըստ էկոնոմիկայի նախարարի, նախորդ խմբաքանակից գրեթե 6 անգամ ավելի։ Անցած անգամ 1300 տոննա պրեմիում բենզին էր եկել Հայաստան, այս անգամ նաև ռեգուլյար։ Չնայած այս անգամ Վրաստանը տուրք է գանձում նավթամթերքի տարանցման համար, Հայաստանի էկոնոմիկայի նախարարը խոստանում է, որ էլի շուկայում եղած գներից մինչև 80 դրամ էժան կվաճառվեն բենզինն ու դիզելը։ Նախնական գնահատականներով պետք է գինը մեր իմացած շուկայականից մի 80 դրամ էժան լինի։ Արդյոք սա անարդար պայմաններ չի ստեղծում Հայաստանում բենզին ներկրող վաճառողների համար։ Էներգետիկ փորձագետի խոսքով, Բաքվի նպատակը հենց մրցակցային առավելություն ստանալն է, նավթամթերքի անգամ ինքնարժեքից ցածր Հայաստան արտահանման միջոցով, տնտեսագիտական լեզվով ասած, դեմպինգ է անում Ադրբեջանը։ Ես համոզված եմ, որ սա դեմպինգային որոշակի քաղաքականություն է, որ վարում է Ադրբեջանը, որի նպատակն է Հայաստանից դուրս մղել մյուս ներկրողների։ Ըստ էներգետիկ փորձագետի միայն այդպես ադրբեջանական նավթամթերք ներկրող երկու ընկերություններին կհաջողվի Վրաստանին տուրք վճարելով էլ ապահովել վաճառքի ցածր գին, ինչպես նախորդ անգամ, երբ անվճար էր իրականացվել Վրաստանով տարանցումը։ Այդ ժամանակ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը հայտարարել էր, թե դեմպինգի վտանգ չկա, ադրբեջանական բենզինը մյուսների համեմատ 80-ից 90 դրամ էժան է վաճառվում, որովհետև Թբիլիսին տուրք չի գանձել։ Տրամաբանականը, որ սա պետք է լիներ էժան, սա փորձնական խմբականակ է, սա երկաթուղին գումար չի գանձել, լոգիստիկ ծախսերը չեն ավելացել։ Կամ էլ ըստ էներգետիկ փորձագետի կարող է պարզվել, որ Ադրբեջանի հետ ներքին պայմանավորվածությամբ Հայաստան մտնող ադրբեջանական նավթամթերքի համար վճար չի գանձվում։ Չեմ բացառում, որ հետագայում որ քննարկի պարզի, որ նաև այս բենզինից չի վերցնում որոշակի մուտքային վճարներ եւ այլն, որը վերցնում է, ասենք թե ռուսական կամ եվրոպական բենզինից, որը գալիս է Վրաստանով Հայաստան։ Շուկան գրավելուց հետո Ադրբեջանը կբարձրացնի գինն այնքան, որ փոխհատուցի նաև իր կրած վնասները։ Այն վնասը, որ այս պահին ինքը կրում է, ուղղակի այդ վնասը ամբողջությամբ կփոխհատուցի, պլյուս մի բան էլ ավել, այսինքն սա բավականին վտանգավոր քաղաքականություն է։ Ծուտ տնտեսական իմաստով նավթամթերքի հայկական շուկան չէր կարող հետաքրքրել Ադրբեջանին, վստահեցնում է էներգետիկ փորձագետը։ Քաղաքական առումով դա շատ հետաքրքիր է, քանի որ իրանց նպատակն է Հայաստանում որոշակի գերիշխանություն հաստատել։ Հայաստանի իշխանությունը տնտեսական ռիսկեր ստեղծելու փոխարեն պետք է կանխեր դեմպինգային քաղաքականությունը մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի միջոցով, բայց Երևանը թույլ է տալիս, որ Բաքուն նվաճի նավթամթերքի հայկական շուկան։ Ինչպես իրենք են հիմա ասում, Երևանը կան նվաճեն ոչ թե տանկերով, այլ մեքենաներով, սա Երևանը մեքենաներով նվաճելու փորձ է։ Խաղաղության նվաճում անունն է տալիս պաշտոնական Երևանը Հայաստան-Ադրբեջան առևտրին, որի կուլիսներում են մնում գերիների, անհետ կորածների, օկուպացված տարածքների խնդիրները։ Լիլիթ Սարգսյան, Նորայր Շարբաթյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։